Բարերկո Տիկին Դալակյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ։ Միասին փորձել ենք ամփոփել անցնող շաբաթվա կարևոր եւ ուշագրավ իրադարձությունները եւ սկսենք կրկին Բաքվի բռնապետի վերջին հայտարարություններից, ցնդաբանություններից կամ չգիտեմ ինչպես կուզեք թող մեկնաբանեն նաեւ հերոստատիտողը, որտեղ նա կրկին սկսեց հոխոր տալ, որ պետք է վերադառնան իրենց պատմական հայրենիք ադրբեջանցիները, թե դա որտեղ է մենք էլ այդպես էլ չհասկացանք, բայց նա հստակ նշեց, նույնիսկ թվեր ներկայացրեց, որ 1903 թվականին, 1908 թվականին այստեղ եղել է իրենց պատմական հայրենիքը, որտեղից նրանց քաղաքացիներին, ադրբեջանցիներին, թեպետ այդ ժամանակ Ադրբեջան չկար էլ որևէ միավոր ոչ մի տեսքով, գիտենք որ 18-20 թվականներին են ստեղծել ինչ-որ մի խումբ, անունը դրել Ադրբեջան, բայց կապ չունի, նա խոսեց, որ ցեղասպանվել են, իրենց մշակութային արժեքներն է ոտնահարվել եւ նրանք պետք է վերադառնան։ Ինչով է պայմանավորված Ալիևի նման անհասկանալի վարքագիծը։ Խնդիրը նրանումն է, որ երբ դիմացի կողմից լռություն է տիրում եւ իմ տեսակետը ես արդեն քանի ամիս այստեղ հնչեցնում եմ, այլ նշում եմ, որ Ալիևը չի ավարտելու իր այս խոսելաոճը, որը Հայաստանի իշխանությունները ասում են կոնֆլիկտածին է եւ երբ հարցնում ես թե իսկ դուք ինչ պիտի պատասխանեք, ասում են, որ մենք կոնֆլիկտածին հարցերի շուրջ չենք խոսում, մենք չենք խոսում, իրենք խոսում են, դա չի կարելի ականջները փակել եւ դա չլսել։ Եվ մի ահավոր իսկ ասի բացասական երևույթ կա այս ամեն ինչում, նա միջազգային մարդասիրական իրավունքին է հղում եւ իրոք դա ճիշտ է։ Երբ գա ժամանակը, երբ Դոնալդ Թրամփի առջև նա բարձրացնի այդ հարցը, Դոնալդ Թրամփը չի կարող ասել, որ ոչ, դուք իրավունք չունեք վերադառնալ։ Այլ հարց է, որ այդ թվերը ուռճացված են, այլ հարց է, որ եթե նայում ենք հայ փախստականների թիվը, դա անհամեմատ ավելի է։ Այլ հարց է, որ Արցախի վերադարձի, Արցախի ժողովրդի իրենց պատմական հայրենիք վերադարձի իրավունքից պետք է խոսել։ Եվ իմ տեսակետը մնում է նույնը, որ դա կներեք իհարկե գործիք եւ մահակ է Հայաստանի կառավարության ձեռքին, որքան էլ դա տեղ հնչի, Ալիևի նման հայտարարությունները չեզոքացնելու նպատակով, որովհետեւ երբ դու տեսնում ես, որ դիմացին է լռում է, սա Վլադիմիր Պուտինի տակտիկան է, նա շարունակում է առաջ գնալ, նույն պատմական խեղաթյուրումները իրականացնում է Ռուսաստանի ղեկավարը եւ մի կարեւոր բան նշեմ, ես գոնե ակնհայտ տեսնում եմ, որ Ալիևի այս կոնֆլիկտածին հայտարարությունները տեղի ունենում այն ժամանակ, երբ միջազգային ասպարեզում Դոնալդ Թրամփը հերթական անգամ զիջում է իր դիրքերը Վլադիմիր Պուտինի առջև։ Տեսեք, մեր իշխանությունների խոսույթը, ինչպես դուք նշեցիք, այո, որ դրանք ուղղակի ներքին լսարանի համար են, Ադրբեջանը իր ներքին լսարանի համար ուղղակի այդպիսի բարձրագույն հայտարարություններ անում, բայց մենք ասում ենք, որպեսզի կոնֆլիկտային որևէ բան չլինի, մենք գնում ենք միայն մեր ճանապարհով, Տրիպոլին է, այնտեղ որևէ արևելյան Ադրբեջան վերադարձ որևէ բան չկա, բայց փաստացի նրանք խոսում են այդ մասին եւ ինչպես կրկին դուք նշեցիք միջազգային արենայում արդեն իրավական թեմաներով են խոսում այդ մասին, կգա մի գեղեցիկ ուր եւ դա կլեգիտիմացնեն։ Ինչպես մենք պետք է պայքարենք դրա դեմ։ Նախ դրա մասին նույնիսկ Ժոզեֆ Բորելն է խոսել, որ Ադրբեջանի նախկին Եվրամիության արտաքին հանձնակատարը հարցերով, որ դա ուռճացված թվեր են, հայկական կողմը չի խոսել։ Ինչու չի խոսում։ Դե իրենք այսպիսի մի պատկերացում ունեն, որ այն ինչ որ կոնֆլիկտածին է, ես չեմ հասկանում ինչ է նշանակում կոնֆլիկտածին։ Եթե մեր միջև խաղաղություն է հաստատվել, ինչպես նշում է Հայաստանի վարչապետը, ինչ խնդիր կա, որ ադրբեջանցիները վերադառնան։ Ուրեմն դա խնդիր է։ Ես էլ եմ տեսնում, որ դա խնդիր է։ Ինչպես եք մենք այդ խնդրի լուծումը տեսնում։ Ես մի լուծում եմ տեսնում, նախորդ պատասխանեմ մեջ նշեցի, որ մենք պիտի ցույց տանք, որ դա առաջին հերթին ձեռնտու չի Ադրբեջանին եւ խոսենք արցախցիների վերադարձից։ Ինչու, որովհետեւ գիտեք, ես իմ ներսում վստահությունն է, որ հաջորդը Բաքու չի վերադառնալու։ Նույնիսկ եթե մենք ասենք մենք վերադառնում ենք, Ալիևը կկասկածի, որովհետեւ հայերը այնտեղ իրենց վստահ հաստատ չեն զգա։ Այ Արցախ վերադարձը, որը միջազգային իրավունքի պայմաններում առաջնային է, որովհետև գոյություն ունի մի քանի բանաձևեր, որը վերաբերում է արևմտյան երկրներում արցախցիների վերադարձին։ Մենք դրանից պիտի խոսենք։ Հայաստանը երբեք էլ կոնֆլիկտածին ինքը չի եղել։ Հայաստանի վրա հարձակվել են, իդեպ նա Նիկոլ Փաշինյանն է հայտարարել 23 թվականին դնում ենք մի կողմ Արցախը։ Եվ Հայաստանը գնացել է զիջումների, պատերազմի, վտանգի եւ դրա ընդլայնման վտանգի ներքո։ Այսինքն, այստեղ խոսել, որ մենք լռում ենք եւ ճանապարհներ են բացվում, կա երկու փաստաթուղթ։ Իրենք ասում են Վաշինգտոնյան համաձայնագրում չկա։ Նոյեմբերի 9-ում այլ բաներ կա, վերադարձ չկա, կա միջանցք։ Դուք դուրս չեք եկել նոյեմբերի 9-ից, Ալիևը բարբերաբար խոսում է Զանգեզուրի միջանցքից, Պուտինը խոսում է նոյեմբերի 9-ից, ասել, որ Վլադիմիր Պուտինն է բան է ասում, Ալիևն է բան է ասում, կներեք դրանք երկրների ղեկավարներ են, որոնք տեսնում են, որ իրենց խոսքի տերն են լինում։ Այսինքն մենք ինչու է պայմանավորված մեր զիջողական, այս վարքագիծը, քաղաքականությունը, ես ուզում եմ հասկանամ
ինչով ենք պակաս, որ չենք կարողանում ասել, որ գիտես ինչ կա, Ալիև կամ չգիտեմ, այս ինչ, ով է քեզ թույլ տվել նման խոսույթ իրականացնել։ Իդեպ ես ձեզ ասեմ, ցավալին այն է, որ ընդդիմության շարքերից են կրկնում Ալիևի, որ Հայաստանն էր մեղավոր, որ պատերազմ սկսեց։ Սա շատ բացասական է, փաստորեն այսօր Հայաստանի քաղաքական դաշտում չկա մի ուժ, որը կարող է խոսել կոնստրուկտիվ, մենք չենք այստեղ կոչանում գնալ գրավել Բաքուն։ Եկեք երկու ծայրահեղությունները դնենք մի կողմ։ Մյուս կողմից մենք չենք կարողացել Ալիևը ինչ ասում է, չենք լսում։ Ներքին լսարանի համար է, ի՞նչ է նշանակում ներքին լսարանի համար է։ Այսինքն ադրբեջանցիները պատրաստ չեն խաղաղության։ Եթե դու խոսում ես ներքին լսարանի համար ուզում ես դուր գաս, ուրեմն ադրբեջանցիների մեծամասնությունը, ի տարբերություն որոշ ուրեմն այցերի Ադրբեջան եւ նշելու որ խաղաղություն է եղել, փաստորեն Ադրբեջանի հասարակությունը դեմ է խաղաղության, Ալիևը ստիպված նրանց ուզում է դուր գալ։ Այսպես է դուրս գալիս իշխանությունների ասածից։ Իսկ իմ կարծիքով փաստը այն է, որ Ալիևը երբեք էլ մի կողմ չի դրել Հայաստանի ուրեմն հանդեպ, այո, զավթողական մաքսիմալիստական ուրեմն քաղաքականությունը, նույն Զանգեզուրի այսպես կոչված Միչանսկի վերաբերյալ նա պարբերաբար չլսելու է տալիս Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որ trip կա, այնտեղ բոլոր դեպքերում, բոլոր խողովակներում միայն Զանգեզուրի Միչանսկի։ Այսօր էլ թուրքական պետությունների իրենց այդ ղեկավարը նշեց, որ դա բացառապես Զանգեզուրի Միչանսկի է, որ կապում է թուրքական պետությունները։ Ղազախստանի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ իբրև թե պաշտոնական կայքում եղել է trip։ Հաջորդ հոդվածը էլի Զանգեզուրի Միչանսկի մասեր։ Այսինքն Զանգեզուրի Միչանսկ կասի թե trip նույնիսկ դա ինձ համար կարևոր չի, կներեք այսպես բարձ ասեմ։ Ես տեսնում եմ, որ Ալիևը սպասում է հասկանալու համար Վլադիմիր Պուտինը ունակ է իրականացնել այն, ինչ Ալիևը ցանկանում է, դա նոյեմբերի 9-ի 9-րդ կետի իրականացնում է, թե նա տեսնում է, որ Դոնալդ Թրամփը Պուտինին չի զիջելու, ամեն ինչ եւ ինչի եմ ես շատ հաճախ ուկրաինական կոնֆլիկտից խոսում, սա կապված է Հայաստանի դիրքերի հետ։ Տեսեք, խոսեցիք արցախցիների վերադարձի մասին, որը ամենակարևոր թեմաներից է։ ԵԱԿ Մինսկի խումբը լուծարվեց դեկտեմբերի 1-ով։ Դա միակ կառույցն էր, որը թույլ էր տալիս, որ եւ պատերազմը իբրև թե կանխեր եւ արցախցիների վերադարձը եւ Արցախը հայկական պահելու համար։ Այլևս չկա այդ կառույցը։ Կա այլ ուրիշ խողովակ կամ այլ ուրիշ ուժ, միավոր գործիք, որ կարողանանք այս համակարգենք թեկուզ որոշակի ժամանակ անց, թե դա վերջնական ավարտվեց այդ թեման համար ենք փակված։ Գիտեք, իդեպ Հայաստանում կան շրջանակներ, որ ասում են արևմուտքը փակեց ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Առաջին հայտարարությունները, որ Մինսկի խումբը այլևս գոյություն չունի, արվել են Մարիա Զախարովայի շուրթերով։ Լավրովի հետ միասին։ Այո, եւ նա ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը, սա սպեկուլյացիա է։ Հաջորդը, ես ինչ որ առումով դրական եմ համարում, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը չկա, ինչու, որովհետեւ այս պայմաններում, երբ Ռուսաստան եւ Արևմուտք գնալով սրվելու են եւ պատերազմը չի ավարտվելու, ես մինչեւ 2030 թվականը գոնե կանխատեսում եմ հրադադարը մի կողմ պատերազմը շարունակվելու է ռուս-ուկրաինական, չի կարող ԵԱՀԿ Մինսկի խումբը գործել։ Այսինքն այդ հարցը արկախված էր լինելու Մինսկի խմբում, դառնալու էր ճնշման լծակ այս կամ այն ուրեմն կենտրոնի ձեռքում։ Պետք է ստեղծվեն նոր մեխանիզմներ այն երկրների կողմից, որոնց սենատում, որոնց կոնգրեսում կան այսպիսի բանաձևեր, օրինակ Ֆրանսիայի կամ ԱՄՆ-ի, օրինակ Կանադայի, այսինքն նոր ձևաչափեր պիտի ստեղծվեն եւ պիտի դրա մասին խոսել, որպես ճնշում, նորից եմ կրկնում, ոչ թե պատերազմի կոչ Ադրբեջանի վրա, այսինքն եթե դուք վերադառնալով նախորդ հարցին ասում եք, որ մենք չենք ուզում պատերազմ հրահրել, ինչ Ալիևը պատերազմը հրահրում, երբ որ այդպիսի հայտարարություններ է անում վերադարձի մասին, ինքը խոսում է, հայելային պետք է խոսել, որը մեկը չի ասում, որ Արցախը պիտի վերադարձնեն, գոնե այս բային ես դա չեմ տեսնում միջազգային ուրեմն նորմերով, այսինքն լռությունը այս դեպքում ագրեսորին ավելի սնում է, ինչպես դա Պուտինի դեպքում է։ Տեսեք, մի փոքր ավելի հետ գնանք, նոյեմբերի 8-ին Ադրբեջանում Բաքվում շքերթ տեղի ունեցավ, իբրև իրենց հաղթանակի եւ այլն, եւ այնտեղ Ալիևը բացի այն, որ իր ամբողջ զինանոցը ցույց տվեց եւ բոլորս հասկացանք, որ այնտեղ ռուսական զենքը դեռ կա, ռուսական եւ ոչ միայն մի շարք եվրոպական երկրներից գնված զենքեր կան, Պրագա, Չեխիա, այնտեղ Չինաստանից էլ զենքեր կան եւ այլն, այդ ամենով հանդերձ նա հարցազրույց տվեց եւ նշեց, որ այո 20 տարի պատրաստվել է, հայատյացության քարոզը եղել է եւ նա ամեն ինչի պատրաստ է եղել, մինչեւ զավթել է այդ ամբողջ Արցախը եւ ստացվում է մեղադրում են որ Հայաստանն է առաջինը հարձակվել այս դեպքում ինքնախոստովանական ցուցմունք է տալիս եւ իդեպ նշեմ այնտեղ նաեւ լակմուսի թեստ էր կարծես Ալիևի համար որ Եվրամիության որևէ դեսպան չէր մասնակցում այդ շքերթին միայն իրենց ամենաբնական օրգանական դաշնակից Ռուսաստանի Դաշնության դեսպանն էր մասնակցում այդքանից հետո ինչու է Ալիևը նորից խոսում որ ինքը
չի հարձակվել։ Եվ նաև հայկական ընդդիմության սիրելի Հունգարիայի ուրեմն ներկայացուցիչները Օրբանի։ Այո։ Դա էլ ասենք հայ ժողովրդի մեծագույն թշնամի Ռավիլ Սաֆարովի գործընկեր։ Ինչ վերաբերում է ինչու է Ալիևը խոսում, գալիս ենք էլի նույն կետին, որ Ադրբեջանը ուղղակի միջազգային իրավունքը այնպես է մեկնաբանում, ինչպես իրեն ձեռնտու է։ Նա ասում է, որ Արցախը ճանաչված էր Ադրբեջանի մաս եւ ես ուժով դա իրականացրեցի։ Մի կողմ, որ բոլոր համաձայնագրերով Ադրբեջանը իրավունք չուներ ուժ կիրառել։ Բոլոր։ Բացարձակ։ Այլ հարց է, որ Յակոբ Մինսկի խումբ է ստեղծվել, որը քննարկել է Արցախի հետագա կարգավիճակը ընդհանուր մինչև ինքնորոշման իրավունք։ Ալիևը ստում է, երբևիցե չի նշվել այդ որևէ փաստաթղթում, որ Արցախը Ադրբեջանի մաս է։ Ինչ վերաբերում է Անվտանգության խորհրդի 4 բանաձևերին, ախ այդտեղ կոչ է արվում ուղիղ բանակցություններ սկսել Արցախի ներկայացուցիչների հետ, որը Ադրբեջանը չի արել, ապա շրջափակել Հայաստանը, որը Ադրբեջանը չի արել, ինքը Ադրբեջանը բազմաթիվ անգամ խախտել է այդ նույն բանաձևները եւ գումարած դրան, սա շատ կարեւոր է։ Բանաձևերում հղում կա, որ ամբողջ գործընթացը պետք է կատարվի Մինսկի խմբի շրջանակներում, որտեղ խոսվում է ինքնորոշման իրավունքից, այսինքն դիվանագիտական մակարդակով չկարողանալ եւ չպատասխանել Ալիևին նշանակում է փակելով Արցախի հարցը, բացել Զանգեզուրի էջը, բացել Սևանի էջը եւ Գեղարքունիքի եւ այդպես շարունակ։ Արևմտյան Ադրբեջան վերադարձի էջը եւ այո, եւ հիմա մենք դա ենք տեսնում։ Արցախի հարցը ասում էին կփակենք իշխանությունները եւ ամեն ինչ կաբարտվի։ Ամեն ինչ դեռ նոր է սկսվում եւ Ալիևը դրա վկայությունն է։ Եվ վերջին հարցը ու ամփոփենք, տեսեք, հասարակական սեկտորի ներկայացուցիչները փոխայցելություններ տեղի ունեցավ։ Նրանք եկան մեզ մոտ, մեր մոտից գնացին այնտեղ, բայց մի տեսակ, երբ որ նրանց ներկայացուցիչներն էին այստեղ համաժողովի շրջանակներում, նրանք խոսեցին էլի պահանջատիրական դիրքերից, այսինքն հերիք չի զավթողական երկրից եկել են մեր երկիր ու այնտեղ խոսում են, որ բա գիտեք ինչ, ամեն դեպքում պետք է վերադարձ լինի պատմական հայրենիք եւ այլն, մեր ներկայացուցիչները ՀԿ սեկտորի եւ այլն անուններ չենք նշում, գնում են այնտեղ եւ ասում են այնտեղ այնքան լավ էր, կարծես տանն ենք։ Մի տեսակ տարօրինակ է թվում։ Այս մասով ձեր մեկնաբանությունը։ Ես իմ սոցիալական էջում գրել եմ, որ ես չեմ համարում, որ Հաջիևի խոսքերը անկեղծ են, ես չեմ համարում, որ այնտեղ կա հասարակական սեկտոր։ Ես համարում եմ, որ որոշ ներկայացուցիչների այցը Հայաստան, որոնք ոչ թե հասարակական սեկտորն էին ներկայացնում, այլ պրոպագանդիստ էին, որոնք սովամահ էին անում արցախցիներին, ինչի մասին Հայաստանի արտգործնախարարն էլ է խոսել, որ դա ուղղակի ցեղասպանության ակտ կարելի է համարել հենց այդ ժամանակաշրջանում։ Այո, ես դա սխալ եմ համարում։ Ինչ վերաբերում է, որ մենք պիտի խոսենք Ադրբեջանի հետ, միանշանակ ես դեմ եմ, որ մեր փոխարեն Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ խոսում են երկրներ, որոնք հետո մեզ մանրադրամի տեղ օգտագործում են, բայց պիտի ուշադիր լինեն, նախ ով է գալի Հայաստան եւ ինչ են իրենք խոսում։ Ես հուսով եմ Հայաստանի այդ սեկտորի ներկայացուցիչները բարձրացրել են այդ հարցը, որ Ալիևի հայտարարությունները, ես Ալիևի հայտարարություններն եմ ավելի շատ ականջարու լինում, ոչ թե այս սեկտորի, որոնք ընդհանրապես գործիք են Ադրբեջանի նախագահի ձեռքում խաղաղության չեն տանում։ Եվ մի կարևոր բան էլ նշեմ, որ ասում ենք Ադրբեջանը զենք է գնում եվրոպական երկրներից, թող Հայաստանն էլ գնի։ Ես որքանով տեղյակ եմ, զենքի գնումներ Ֆրանսիայից են դեռ տեղի ունեցել։ Երբ խոսում ես, ասում են դա գաղտնի ինֆորմացիա է, չնայած Հայաստանը տարիներ շարունակ զենք է գնել եւ դա գաղտնի ինֆորմացիա չի եղել։ Հիմա ինձ համար առաջնային է, արդյոք ՀԱՊԿ մեր անդամակցությունը, Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ չի, ՆԱՏՕ-ի անդամ, Թուրքիայի գործընկերն է։ Մեզ համար խնդիր է ստեղծում զենքերի գնման առումով արևմտյան երկրներից այս հարցը պիտի ունենա հստակ պատասխան։ Հակառակ պարագայում մենք կարող ենք նշել, որ թեկուզ սառեցված կարգավիճակ ունենալը ՀԱՊԿ-ում ընդհանրապես մեր ազգային անվտանգության շահերին դեմ է։ Եվ վերջին հարցը շատ կարճ։ 26 թվականին կանխատեսում եք խաղաղության փաստաթուղթ, թե ոչ։ Դա կախված է միայն Տրամպից, եթե ճնշում չլինի Ալիևի նկատմամբ, ոչ։ Նաև կախված է Հայաստանում հանրաքվեի արդյունքներից, որը մասին ես չեմ կարող ասել, թե ինչպես կավարտվեն։ Շնորհակալ եմ հանգամանալից ներկայացնելու համար։